Դուք ցանկություն եք հայտնել գնալ մի կառույցի ղեկավար դառնալ, որի նախկին ղեկավարին առանց որևէ պատճառաբանությամբ մեկ գիշերվա մեջ SMS-ով հեռացրեցին։ Հենց ձեր ղեկավարների դեպքում։ Մտավախություն չունեք, որ նույն ճակատագրին կազմակերպեք։ Կարճ եւ հստակ, ոչ։ Ինչպես է վերաբերում այն համակարգին, որ երկրի առաջի դեմքը իր ուժային կառույցի ղեկավարին SMS-ով է աշխատանքից հեռացնում, դա նորմալ համակարգ է։ Առհասարակ ես սովոր չեմ եւ կոռեկտ չեմ համարում մեկնաբանել այն ամենը, ինչի վերաբերյալ չունեմ հավաստի եւ ամբողջական տեղեկատվություն։ Բայց դրա վերաբերյալ հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ես չեմ կարծում, խնդրել է եւ խնդրանքին էլ հարգելիներս, ես չեմ կարծում, եմ ասում, որ այն ինչը որ հրապարակվել է դա ամբողջականն է, սա իմ անձնական կարծիքն է եւ իմ մոտեցումը ես ասացի առհասարակ այն ինչի վերաբերյալ ես չունեմ սպառիչ տեղեկատվություն եւ այն դեպքում երբ ես հնարավորություն չունեմ դա լսելու այդ իրադարձություններին մասնակցած անձանց ես առհասարակ ձեռնպահ եմ մնում դրա վերաբերյալ որևէ գնահատական տալուց դուք հարցրեցիք ես ունեմ մտավախություն ես ես կարճ եւ հստակ եւ շատ հաստատական պատասխանում եմ ոչ դուք իրական պատճառների մասնահատեք ինչու Սասուն Խաչատրյանը ես ներողություն այսպես ասած խնդրեցին հրաժարական ես ներողություն եմ խնդրում եկեք նախ հարգենք միմյանց հարցերը հերթով տվեք որ ես չստացվի որ մեկին անտեսում եմ շատ լավ է թեման սպառենք եւ Այ հիմա խնդրեմ հերթով ասեք ձեր հարցը այ հաս քանի որ դուք ասացիք ձեր անձնական կարծիքն է որ այնինչ հրապարակվել ամբողջությամբ չէ դուք իրական պատճառը գիտեք ինչու խնդրեցին Սասուն Խաչատրյանին հրաժարական ներկայացնել ինձ որևէ պատճառ իրական կամ ոչ իրական հայտնի չէ Իսկ ինչ սպասելիքներ ունեք հանձնաժողովից ներողություն ամենալավ սպասելիքները բարեվարկության հետ կապված ներկայացրեցի իմ դիրքորոշումը, ներկայացրեցի դրա պատճառաբանությունները, ներկայացրեցի հիմնավորումները եւ կարծում եմ խորհուրդը վերջում գնահատի, կհրապարակի եւ այս այդում հետեւություններ կան։ Ձեր թույլտվությամբ պարոն Հովհաննիսյանը հարցը ուղղեց, բայց ըստ